Ինչ է տեղի ունենում Գյումրիում վերջին 4 տարիների ընթացքում։ Ուզում է լինի, դրանից հետո ամեն ինչ երևա ամեն ինչ կանենք։ 2018 թվականն է, Փաշինյանը Գյումրիում է, նախկին համայնքապետ Սամվել Պալասանյանի հետ համերաշխ շրջում են Գյումրիի փողոցներով։ Փաշինյանը դեռ նորեկ է, Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը նոր է փորձարկել, հարմարվում է չափերին, ձևին, գույնին։ 2019-ն է, զանգում են միմյանց, հարցեր ճշգրտում։ Զանգեց, առավոտ եմ խոսե։ Փաշինյանը գալիս է Գյումրի, Պալասանյանը դիմավորում է, ուղեկցում, ճանապարհում, չնայած մեջքի հետևում, կամաց սկսում է որոշակի խլրտոց ու վախվորած, փսփսոց։ Այսինքն, չէ, նկատի ունեմ, դրա համար այն օրը պարոն Պալասանյանի հետ խոսում եմ, որ ասում չեղավ։ Դուք հետո դե չեղավ ժողովուրդը, թողեք չեղավ։ Հիմի կարող ես տեղ քուչի կռիվել սկսի։ Հիմա հանգստացեք, այ քեզ բան։ Ես բան եմ Այդ միամենատն իմ ներկայությամբ էսա բաներ եք անելու։ 2019-ի վերջին արդեն սկսեցին խոսակցությունները, թե Պալասանյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Ճիշտ ասած, հրաժարականի երևի ժամանակ չունենք, որտեղ մոտ 42 ծրագիր ենք իրականացնում։ Կոստյումը գնալով ավելի հարմար էր դառնում, հետսհետե տեղավորվելով, յուրացնելով ժառանգած խաղի կանոնները, հանրապետության երկրորդ քաղաքի իշխանությունը սեփական թիմակիցներով համալրելու ցանկությունը գնալով ավելի էր մեծանում։ Մոտենում էին նաև թիմ ընտրությունները։ Նախորդ համայնքապետը կանխազգալով ապագա զարգացումները առիթը բաց չէր թողնում հիշեցնել, շնորհակալ է նախկիններից ու ներկաներից, աշխատում են լավ, ճիշտ եւ համալրված։ Մեսիջները պարզ էին, որովե խնդիր չի լինի, պատրաստ են աշխատել նորեկների հետ։ Զգուշավորությամբ, բայց չէր բացառում, որ կմասնակցի առաջիկա ընտրություններին։ Ճիշտ ասած, հիմա ժողովրդի ընտրությունները թող կա տեսեք, անհատական չի հիմա կուսակցական ընտրությունները։ Շատ շնորհակալ եմ եւ նախկին կառավարությունից եւ ներկա կառավարությունից, որ շատ մեծ աջակցություն են ցույց տալիս հանձինս Գյումրի քաղաքին եւ Շիրակի մարզին։ Թե ինչ թիմ ուներ եւ ունի Փաշինյանը Գյումրիում ակնհայտ է։ Թույլ, պառակտված, բաժան, միմյանց դեմ աշխատող ու միմյանցից դժգո, չնայած դրան հավակնություններ ունեցող։ Նվազագույնը անգործ չմնալ, տեղավորվել այնտեղ, որտեղ հնարավոր է, մոտակա տեղը հրապարակում գտնվող համայնքապետարաններ։ 2021 թվականի թիմ ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը մասնակցեց ապագա կա Գյումրի կարգախոսով։ Գյումրեցիների համար անծանոթ մեկն էր գլխավորում ՔՊ-ի ցուցակը, Հովհաննես Հարությունյան։ Պալասանյան դաշինքի ցուցակը չգլխավորեց Սամվել Պալասանյանը, պատճառը պարզ էր։ Հնարավոր քրեական գործի մասին մտմտում էին դեռ 2019-ից։ Ցուցակը գլխավորեց Պալասանյանի թիմակիցը Վարդգես Սամսոնյանը։ Եվ 2021-ին քաղաքացիական պայմանագիրը չհաղթեց Գյումրիում։ Առավել թվով ցայն ստացավ Պալասանյան դաշինքը 14 մանդատ, ՔՊ-ն ստացավ 11 մանդատ։ Եվ Գյումրին միակ համայնքը չէր, որտեղ պարտվել էր քաղաքացիական պայմանագիրը համապետական ընտրություններից ընդամենը ամիսներ անց։ Օրեր շարունակ կողմերը լուռ էին։ Հայտնի չէր, ով ում հետ կկոալիցվի, ով կդառնա Գյումրիի համայնքապետ։ Լռությունը խախտեց ազգային անվտանգության ծառայությունը ներխուժելով քաղաքապետարան։ Անցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը եւ կաշառք տված քաղաքացին։ Կուլիսային խմորումներից, ձերբակալություններից հետո կուլիսներից դուրս եկան կանայք եւ հայտարարեցին. ՔՊ-ն եւ Պալասանյան դաշինքը հուշագիր են ստորագրում։ Խուզարկություններից, ձերբակալություններից հետո Պալասանյան դաշինքն առատաձեռնորեն քաղաքապետի 2 տեղակալի պաշտոն տվեց ՔՊ-ին եւ մի շարք բաժինների պետերին։ ՔՊ-ականները տեղավորվեցին նաեւ համայնքային ենթակայության մի շարք կառույցներում։ Բոլորը գոհ էին ու բավարարված, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները այդ թվում։ Մի քանի ամիս աշխատելով միասին հայտարարում էին համերաշխ են, բարիդրացիական աշխատում են հեղափոխական մոտեցումներով։ Բարիդրացիական աշխատանքով մենք ապացուցում ենք այն ուժերին կամ անհատներին, որոնք փորձում են միֆ ստեղծել, որ մեր մեջ եղել են ճնշումներ կամ
բացասական ազդեցություններ ունեն մեր համատեղ աշխատանքի համար։ Այս հայտարարությունից ընդամենը 10 ամիս անց քաղաքացիական պայմանագիրը խզեց Պալասանյան Դաշինքի հետ հուշագիրը։ Պարզվեց այդ ընթացքում այդպես էլ արդյունավետ չեն աշխատել, քաղաքապետարանը ստվերային է կառավարվել, իսկ իրենք ունենալով երկու քաղաքապետի տեղակալ բաժինների պետեր չեն կարողացել աշխատել։ Դրանից օրեր առաջ Երևանից ոստիկանական մեծ ուժեր էին տարվել Ալավերդին, որպեսզի ուժի գործադրմամբ Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանին հեռացնեն իշխանությունից։ ԿՊ-ն օրենքի խախտումներով ուժի գործադրմամբ քվեարկություն անցկացրեց ու պաշտոնից հեռացրեց համայնքապետ Թամազյանին։ Ամոթ ձեր ժողովուրդը։ Այ դուսարից էի այդտեղ ալը, շուտ արա։ Թերևս աղմուկից խուսափելու համար Գյումրիում այլ մարտավարություն գործի դրվեց։ 2024-ի հոկտեմբերին Պալասանյան Դաշինքի ավականու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ բոլորը միասին վայր դրեցին մանդատները։ Ամեն ինչ շատ պարզ էր։ Գյումրիի իշխող ուժը այս որոշումն ընդունեց Դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Պալասանյանի, նրա որդու եւ եւս 3 մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց գնալու են արտահերթ ընտրությունների, քաղաքի իշխանությունը վերցնելու վճռականությամբ չմոռացան հիշեցնել Պալասանյանին առնչվող քրկորձերը ամենևին քաղաքական չեն։ Հեշքում էին պնդումները, թե ճնշումներով են հեռացնում Պալասանյան Դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում եւս իշխանություն հաստատեն։ 2025-ի մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրություններով ԿՊ-ն կրկին չկարողացավ վերցնել իշխանությունը Գյումրիում։ Ստացան 14 մանդատ, հաղթեց ընդդիմությունը ստանալով 19 մանդատ։ Քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, ում արդեն հարուցված քրեական գործեր կային։ Այս ընթացքում նա պարբերաբար հայտարարում էր հետապնդումների մասին, նախ կալանավորեցին որդուն, թիրախում պարզ էր Վարդան Ղուկասյանն էր լինելու։ Գյումրիում տեղ ունեցած բեմադրությունից օրեր առաջ ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է Ղուկասյանին դուրս շպրտել քաղաքական դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Բացեք! Գնում ենք, թող նայեն, ինչ որ է, ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն հրապարակեց եւ հայտարարեց Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Վարդան Ղուկասյանին ուժայիններն օգնեցին դուրս շպրտվել քաղաքապետարանից։ Այնպես ինչպես Փաշինյանն էր հայտարարել։ Այսպիսին է Գյումրին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ակնհայտորեն իշխանությունները չեն հանդարտվելու։ Գյումրին իրենց հարկավոր է իշխանամետ պարագլխով։ Այսօր էլ նրանք չեն դադարում ազգային ժողովի ամբիոնից հեգնել, հոխորտալ, ծաղրել ու պիտակավորել Վարդան Ղուկասյանին ու ընդդիմությանը։ Ասելիքը սա է, եթե առաջիկա ընտրություններին չեք ընտրելու քաղաքացիական պայմանագրին, ուրեմն այլընտրանքը կաշառակեր թալանչիներն են։ Խորամանկորեն իշխանական խոսափողները շրջանցում են այս պատմության մեջ ամենաառանցքայինը։ Ինչպես եւ ինչու վերածնվեց Վարդան Ղուկասյանը։ Արդյոք այդ վերածնունդը տեղի չունեցավ հենց այս քաղաքական համակարգի գործուն ջանքերով։ 2018 թվականին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, հին համակարգից ազատվելու, արդարություն ու արժանապատվություն բերելու հավատով, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ կարճ ժամանակ անց այսպիսի իրողության առաջ են կանգնելու։ Հեղափոխությամբ մեր երկրում ընդամենը իշխանություն փոխվեց, չփոխվեցին արժեքները։ Խաղի նույն կանոններն են, նույն ձեռագիրը, նույն դատական համակարգը, նույն կոմպրոմատային կառավարումը։ Նորեկները, որ պետք է նոր մշակույթ ձևավորեին, արդարության, պատասխանատվության, կոռուպցիայի մերժման եւ հանրային բարոյականության չկարողացան եւ չցանկացան դա անել։ Եթե իրապես լիներ ցանկություն իրականացնել արժեքային փոփոխություն, եւ եթե Նիկոլ Փաշինյանը տիրապետեր կառավարման իրական մեխանիզմներին, լիներ հմուտ եւ լայն մտահորիզոն ունեցող ղեկավար, նա կկարողանար աշխատել բոլորի հետ, անկախ նրանից նախկին է, ներկա թե նորեկ։ Սամվել Պալասանյան, Վարդան Ղուկասյան, այս շարքը կարելի է շարունակել։ Խոսքը այնպիսի գործիչների մասին է, որոնց համար սկզբունքային չէ, թե ով է իշխանության ղեկին։ Նրանք տարիներ շարունակ նույն կերպ աշխատել են տարբեր իշխանությունների հետ, սպասելով հերթական հրահանգներին ու խաղի նոր կանոններին։
Հնարավոր էր աշխատել նրանց հետ առանց ցնցումների, առանց շոուների եւ ուժի ցուցադրության։ Իհարկե այո, եթե սահմանվեին հստակ կանոններ, գծվեին կարմիր գծեր, ու իշխանությունն իսկապես ցույց տար, որ իր մոտ խաղի կանոններն են փոխվել, ոչ թե միայն դեմքերը։ Սակայն Փաշինյանը չունեցավ այդ որակները, նրան անհրաժեշտ են շատ ավելի թույլ, կառավարելի ու անճաշ կերպարներ, իր անձից կախված մարդիկ, ովքեր առանց նրա ոչինչ էին ու ոչինչ էլ չեն դառնում։ Հենց այդ պատճառով էլ իշխանության գործելակերպը սահմանափակվեց հանրային շոուներով, ցուցադրական ուժի կիրառմամբ եւ հակադրությունների ստեղծմամբ։ Մինչդեռ պետք է լիներ ճիշտ հակառակը՝ երկխոսություն, խելացի կառավարում, արժեհամակարգային սահմաններ եւ ներառականություն։ Այս ամենի բացակայությունը բերեց նրան, որ Գյումրին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է այս ցնցումների հետևանքները։ Այստեղ պետք է խոսել նաև հասարակության խորքային պատասխանատվության մասին, որովհետև խնդիրը միայն իշխանության մեջ չէ, այն հասարակությունը, որը հեղափոխությունից հետո չպահանջեց որակական փոփոխություն, այլ բավարարվեց դեմքերի փոփոխությամբ, ստեղծեց իշխանություն իր նմանությամբ ու պատկերացմամբ։ Եթե լիներ իրական հասարակական ճնշում, վերահսկողություն, պահանջատիրություն, իշխանությունը ստիպված կլիներ գնալ համակարգային փոփոխությունների ճանապարհով։ Բայց հասարակությունը չձևավորելով որևէ իրական պահանջ եւ ներքին ճնշում գնալ փոփոխությունների ճանապարհով, փաստորեն իշխանությանը տվեց մենաշնորհ, իշխելու ինչպես նպատակահարմար կհամարի։ Այսպես հեղափոխության գաղափարական պաշարը սպառվեց եւ հասարակությունը կրկին կանգնեց նույն փակ շրջանի առաջ։ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին այսօր թվում է, թե իրենք պայքարում են Վարդան Ղուկասյանի դեմ եւ նույնիսկ հաղթել են նրան։ Մինչդեռ չարաչար սխալվում են։ Նրանց կռիվը Վարդան Ղուկասյանի հետ չէ, այլ նրան ընտրած հասարակության, այն արժեհամակարգի, որը շարունակել է ապրել, անփոփոխ մնալ։ Եվ հիմա զարմանում են, որ այդ հասարակությունը քաղաքական հետապնդում է որակում Վարդան Ղուկասյանի հետ կատարվածը, համարում է, որ անարդարություն է տեղ ունեցել։ Զարմանալու ոչինչ չկա, շատ օրինաչափ է եւ այո, արդարացի։ Եթե դու չես փորձում փոխել այդ հասարակության մտածողությունը, նոր արժեհամակարգ ձևավորել, ավելին պարարտ հող է ստեղծում, որ նույն այդ հասարակությունը նորից ընտրի հինը, նույն տրամաբանությամբ, նույն սպասումով, նույն վախերով ու շահերով։ Այսօր դուք ստիպված եք հաշվի նստել այդ ընտրազանգվածի հետ, դա ձեր ընտրած ճանապարհն է եղել։ Երբ դու չես փոխում հասարակությունը, նշանակում է ընդունում ես նրա խաղի կանոնները եւ սկսում ես խաղալ հենց այդ կանոններով։ Իսկ այդ խաղում միշտ հայտնի է, թե ով է հաղթելու։ Վերջի վերջո, այդ նույն հասարակությունը նոր Վարդան Ղուկասյաններ է ծնելու, որովհետև այնտեղ, որտեղ չի լինում արդարություն, որտեղ իշխանությունը չի դառնում օրինակ, անխուսափելիորեն վերարտադրվում է հինը, նույն ձևով, նույն դեմքով, նույն արժեհամակարգով, ձեր արժեհամակարգով։ Այսօր այսքանը, կհանդիպենք։